Բարեցես, խնդրեմ։ Եվ այսպես, Վենսը Հայաստանում էր, շատ խոսվեց դրա մասին, պատրաստվում են մոդուլային համակարգ բերել, գիտեք հայտարարությունները, որ սա փորձադաշտի պես մի բան է լինելու եւ Շայգուն շատ վտանգավոր բաներ է ասել Ռուսաստանը ակամայից հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը եւ Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիաների փոքր ռեկտորների կառուցման գործնական փուլ անցնի, ասել է Շայգուն, բացի այդ էլ ասել է Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը, ասել է թեպետ հաշվարկել արել, որ եթե մոդուլային համակարգներ ամեն մի ընտանիք, երկրորդ նախագահ ասեց, ամեն մի ընտանիքի վրա դա նստելու է $9,600, ամեն հայ ընտանիքի վրա նստելու է, եւ ավելի վտանգավոր մի բան, պատրաստվում են մոդուլային համակարգ դնել ատոմակայանը փակել եւ մեզ գցել Ադրբեջանի էներգետիկ համակարգին, գիտեք, որ հիմա ավելի ամբողջական կպված ենք Ռուսաստանի էներգետիկ համակարգին, ինչ է ասել Շայգուն այս արտով, Ռուսաստանը ինչպես հայտնի է, Հայաստանը ինչպես հայտնի է սեյսմավտանգ տարածաշրջան է, չէի ցանկանա զուգահեռ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական Ֆուկուսիմա 1 ատոմակայանի երկրաշարժի հետևանքով ավիրվեց հենց ամերիկյան ռեակտորները եւ դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման։ Խնդրեմ այս թեմայի մասին, երկրորդ թեման է, խնդրեմ ձեզ Վենսի հետ կապված ցեղասպանությունը զղջել եւ գնալ հիացական խոսել ադրբեջանցի զինվորների մասին, այն զինվորների, որ նրանք պատերազմի հետ դուրս եկել հայ ժողովրդի դեմ եւ ինչքան զոհեր մենք ունեցան եւ այս սրի կայությունը, երբ որ իշխանության չէր, դա խնդրում եմ ձեզ մոտ նշել, Թրամփը, երբ որ իշխանության չէր, ասած սարսափելի բան է տեղի ունեցել, Արցախահայությանը տեղահանել են, եթե ես գամ սրանալ պիտի պատասխան տամ, քարլերություն ոչ մի խոսքերիների մասին եւ այս հարցակում այլանդակ հայ-առաքելական եկեղեցու վրա, որ դեռ շարունակվում է։ Խնդրեմ այս հարցերը եւ վերջում խոսեք նաեւ Իրանի մասին։ Ես կառաջարկեմ մենք սկսենք հենց մեր Անժելա ջան ոչ թե կոնկրետ վեղապարի դեմ, ոչ թե կոնկրետ հայ սուրբ եկեղեցու դեմ այդ ժողովրդավարական ճակերտավոր արշավանքից, այլ այն բանից, որ գրեթե ոչ ոք չի բարձրաձայնում, որ պատերազմը սկսված հայերի ինքնության դեմ ԿՊԱ-ական են, թե ԿՊՍՍ-ական են, չգիտեմ ոնց անվանեմ այդ մարդկանց խումբը, հանցավոր խումբը, կրկնում եմ, դա հանցավոր խումբը, ես չեմ տեսնում տարբերություն, նրանք Թուրքի փողով են այդ հանցագործների շղթա են շարունակում, թե ամերիկացիների փողով են շարունակում, գլխավորը, որ դա հանցագործություն է, պետական հանցագործությունը, որը կատարվում է օրեցօր։ Եվ իմանալով, որ պարոն Վենսը, պարոն ճակերտավոր, որովհետև ինքը դրսևորեց իրենց որպես վախկոտ եւ սրիկա, այցելելով Ցիցեռնակաբերդի համալիրը, նա սկզբից գրառում կատարեց ցեղասպանություն խոսք օգտագործելիս, իսկ հետո ջնջեց, հանեց, դա, չգիտեմ, նա ում է ուզում հաճախայական էլ, ասենք, կամ դուր գալ Էրդողանին, թե Ալիևին, բայց գլխավորը, որ այդ մարդը շատ լավ պատկերացնելով, որ Երևանում կա այդպես ասած դիվանագիտական պրոտոկոլ բոլոր օտարերկրյա հյուրերի համար, նա այնուամենայնիվ փորձեց իր արարքով նսեմացնել այն փաստը, որ նույն ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի պատգամավորները մի քանի անգամ պաշտոնապես չնչեցին իրենց բանաձևերում, որ հայոց եղերնը դա մարդկության դեմ ցեղասպանության հանցագործությունն է։ Ամոթ, ցանկացած ամերիկացուն, որ դիմանում է նման Վենսերին,
ամոթ այն հայերին, որոնք ուրախությամբ Վենսի մասին հեքիաթներ են պատմում։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արդեն իսկ 2 օր առաջ արձագանքել է այդ այցերին Երևան ու Բաքու կատարած ու ասաց ինձ թվում է որ դա ուղղված է եղել Հայաստանի ճակերտավոր իշխանավորներին եւ Բաքվի դիկտատոր Քուրդալիևին աղա եւ դուք բերել եք մեծ պատերազմ տարածաշրջան բայց իմացեք որ Իրանը իր անվտանգության համար պատրաստ է պայքարել դա կորպուսի Telegram ալիքում պաշտոնական գրառումն է Ես չեմ իմանում Ալիևը ուշքի կգա թե չի գա չեմ իմանում ֆաշիստները Երևանյան թուրքերը Երևանյան ուշքի կգան թե չեն գա բայց ակնարկեմ արդեն ամերիկյան տարբեր այդպես ասած military magazines այսինքն ռազմական թեմաներում նվիրված ասենք թերթեր, ամսագրեր եւ այլ կայքեր արդեն գրել են որ Իրանը կիսաչամպին ձեռք բերել ամենաարձի ամենալավագույն աշխարհի կորցանիչներ Սու 57 ու ամերիկացի փորձագետները ռազմական փորձագետները արդեն մտածում են Վայ մամաջան ինչքան կվտանգվի մեր ներկայությունը մերձավոր արևելքում ուզում եմ հավաստիացնել անպակաս ոչ պակաս կվտանգվեն ամերիկյան բարեկամ տոտալիտար ֆաշիստական ռեժիմները Երևանում եւ Բաքվում այո հենց այդպես եւ Երևանում եւ Բաքվում Քանի որ Երևանում տեղակայված Ամերիկայի դեսպանությունը Իրանի մասնագետները եւ փորձագետները բացեիբաց գնահատում են որպես ԱՄՆ-ի ռազմական բազա տարածաշրջանում թող ոչ ոք դա չի մոռանա դա ռազմական բազա է Երևանում հենց այդպես Հիմա Վենսի խապուսիկ նվերները Հայաստանին Գիտեք այդ 5 միլիարդ կամ գումարած հետագայում 4 միլիարդ դոլար խոստումները դա սուտ է դա կտրվի ոչ թե Հայաստանին եւ հայերին այլ կտրվի դրան որպեսզի սկզբից սարքեն այդ մոդուլային մինի միջուկային ասենք ռեակտորները հետո 4 միլիարդ էլ գումարվում է իրենց ասենք սպասարկելու ծախսերի համար բայց ոչ միայն ես նույնիսկ գերադասում եմ դրա մասին քիչ խոսել քանի որ կան փորձագետներ ու ես ցանկացած կայքին, ցանկացած ԶԼՄ-ին առաջարկում եմ նախ եւ առաջ դիմել այդ հարցերով մասնագետներին, այսինքն միջուկային ոլորտի ֆիզիկոսներին, ինժեներներին, շինարարներին, ինչու ոչ, օրինակ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի հայտարարությունների մեջ այսպեսի մի թեզ կա, ինքը հիշեցնում է, որ Հայաստանում մեծամորում ատոմակայան դնելիս օգտագործեցին յուրահատուկ մեթոդաբանությունը ֆունդամենտ սարքելու համար,
Այդ պատճառով որ Մեծամորի ատոմակայանը դիմացել է 88 թևի երկրաշարժի հետևանքները։ Այդ պատճառով գումարած դրան, որ Ռուսաստանի մասնագետները մի քանի անգամ կատարեցին այդ ատոմակայանի եւ անվտանգության ուժեղացման աշխատանքները, բարելավման աշխատանքները եւ այլը։ Դա հատուկ ոլորտ է։ Եկեք համաձայնվենք, որ ոչ բոլորը իրավունք ունեն խոսել, բայց լավ է որ նույն Շոյգուն հիշատակեց, թե Ճապոնիայի Ֆուկուսիմայի ատոմակայանի քայքայումը, որը բերել է զանգվածային չարագայթի տարածմանը տարածաշրջանում, դա հերավոր արևելքը այս կամ այն ձև իբր թե միջև մեր սարերը չի հասնում այդ չարագայթը։ Բայց եկեք համաձայնվենք, իզուր տեղը չի, որ պարոն Շոյգուն հիշեցրեց, որ Ֆուկուսիմայում քայքայվել են հենց ամերիկյան ատոմային ռեակտորները, հենց ամերիկյան։ Այսինքն սա ամերիկյան լինելով հանդերձ, ձեզ համար երաշխիք չի հանդիսանում, որ ամեն ինչ անվտանգ է։ Էդ էլ այն դեպքում, որ աշխարհով մեկ ճանաչված փաստ է, քիչ թե շատ, բայց տասնյակ տարիներ կազմող փորձը նման մոդուլային մինի ռեակտորների կառուցման մեջ ունենում են երկու երկիր աշխարհով մեկ։ Այդ փորձը չունեն Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ։ Այդ փորձը միայն Ռուսաստանի եւ Չինաստանին է։ Հիմա մեզ առաջարկում են, որ մենք կամովի դառնանք Նևադայի անապատի փորձադաշտ ամերիկացիների համար։ Հիշեցնեմ մի բան, Աստված ոչանի ամերիկյան ռեակտորները պայթել են կամ խախտվել են կամ իսի ինչ, ու սկսվում է չարագայթի արտահոսք իրենց մոդուլայիններից, որոնք սարքելու, տեղադրելու եւ օգտագործելու փորձ ամերիկացիք չունեն։ Ահա այդ պատճառով Շոյգուն ձեզ հիշեցնում է, որ Ռուսաստանում, ինչպես ինքը ընդգծեց, տարածաշրջանի բոլոր երկրներում, նախ եւ առաջ հայերի համար անվտանգությունը կլինի շատ խիստ վտանգված։ Ու նրանք Մոսկվայում կվերանային իրենց մոտեցումները եւ հայացքները տարածաշրջանային անվտանգության գծով։ Միայն խելապակաս խենթ պետք է լինես, որ գնաս ուրախանաս զպտաս ինչ-որ մի վենսերին նման դեպքում։ Վենսը տականք է, նա բերում է հայության գլխին մահացու սպառնալիքներ, գումարած եւ ատոմային սպառնալիքը, գումարած եւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զգուշացումը, որ մեր անվտանգության համար ոչ մեկին չենք խնայի, ոչ մեկին, լինես դու հայ, նիկոլական, թե կովկասյան տատար, թե աստվածոչյանի ասենք մի հատ համընդհանուր անդրկովկասյան էշշերի հավաքույթ։ Քանի գիտենք, որ Վրաստանում էլ կան Ամերիկա մեծ էշշեր, լեփլեցուն էին, երկու անգամ փորձել են հեղաշրջում կատարել Թիֆլիսում։ Մենք դա գիտենք, ու աշխարհը դա գիտի։ Հարցը ուրիշ է։ Ախր Վենսը դրա համար էլ եկել է, որ իրականում նախապատրաստի ռազմական պլացդարմ Հայաստանից, Կովկասյան տատարներից, որպեսզի
շուտապույտ թե չգիտեմ երբ, բայց հավանական է որ այս տարվա ընթացքում նախապատրաստի այդ պլացդարմը Իրանի դեմ հարձակման համար շատ հետագայում նաև Ռուսաստանի վրա հարձակման համար շատ հեռու գնացող դա ես համաձայն եմ դա հեռու նպատակներից է նաև Չինաստանի համար ինչ որ անախորժություններ պատրաստելու համար հերավոր թիկունքը չէ պետք որ Չինաստանին վրա ասենք ինչ որ մի բան նախապատրաստի բնականաբար ստեղ իրենց հայերի ձեռքից սյունիք խլելու բանա պետք բան եմ ասում չնայած ամեն ինչ պարզ է ինչ բան կորիդոր են ստեղծում Տրամպի տրիպեր են ստեղծում հենց այդպես ոչ թե Տրամպի տրիպ այլ Տրամպի տրիպեր վեներիկ հիվանդություն հայերի եւ կովկասյան թաթարների մեջ տարածելով դե այս կամ այն ձև ստեղ բնակչությունը հիվանդ է կովկասյան թաթարները միշտ են եղել հիվանդ իցնե մի հատ վեներիկ հիվանդություն տարածենք հայաստանցի հայերի մեջ ինչու եմ տենց ընդգծում որովհետև գիտեք ինչ արդեն Սփյուռքում նույնիսկ ամերիկյան հայկական համայնքներում բողոքի ձայներ են գնում տարածվում հնչում տարածվում արդեն մերձավոր արևելքի հայության մեջ շրջանում բողոքի նշաններ կան չնայած ընդեղ իհարկե եւս շատ սուր զարգացումներ են մերձավոր արևելյան աշխարհում եւ այդ երկրներում բնակվող հայերին շատ մոտիկ է ասենք անվտանգության երաշխիքների թեման քանի որ ամերիկացիք հանձնել են ամբողջությամբ Սիրիա օրինակ թուրքերին կամ Իսրայելին այնտեղ բաժանված է երբեմն ունիտար միացյալ երկիրը արդեն գոյություն չունի հարավում իսրայելցիք են օկուպացիան անցկացնում իրական զավթում հողեր են խլում հյուսիսում թուրքերը նույնիսկ զտումներ են անցկացնում հայերից եւ քրդերից ով դա չի իմանում միայն նիկոլականները Իրանում ինչ է դեր ունենում Իրանի շուրջ Իրանում գնում էր հետագա զարգացումներով լի մի գործընթաց նախ եւ առաջ Ռուսաստան եւ Չինաստանը շարունակում են ռազմատեխնիկական օգնություններ ուղարկել Իրան Իրանից եւ Չինաստանի միջև եւ Ռուսաստանի միջև անընդհատ թռիչքներ են կատարվում ռազմա տրանսպորտային ինքնաթիռների ու այդ պատճառով Масуд Пезешкиан дал интервью американскому журналисту Такеру Карлсону. Между Соединенными Штатами и Ираном сейчас наблюдается пауза в войне, или, по крайней мере, кажется, что она есть. Как вы думаете, чем все это закончится? Как бы вы хотели, чтобы это закончилось? Мы не начинали эту войну и не хотим, чтобы она продолжалась в каком-либо виде. С самого начала мой девиз, который я всегда придерживался, заключался в том, чтобы укреплять национальное единство внутри страны и поддерживать мир, спокойствие и дружбу с соседними странами и остальным миром. Президент США Дональд Трамп Բացի դրանից, բացի Պեզեշկյանից հանդես են եկել տարբեր հայտարարություններով, դուք գիտեք, որ առիթը նոր է ստեղծվել, չէ? Այսինքն նոր կայացել է հերթական
իսլամական հեղափոխության հերթական տարեդարձն նշել Իրանում, շատ մեծ շուխով շախով։ Բազմամիլիոնանոց ցույցեր, քայլերթեր, որոնց մեջ մասնակից են եղել բարձրաստիճան ամբողջ իրենց ղեկավարությունը, դե բնականաբար գերագույն առաջնորդը տարիք ունի, ինքը չի մասնակցել այդ քայլերթերին, բայց Պեզեշկյանը, արտգործնախարարը, բոլոր զինվորականները եւ այլը, ամբողջ Իրանի ղեկավարությունը ազգի ժողովրդի հետ լիիրավ մասնակցել է այդ տոնակատարություններին։ Ահա այդ պատճառով Իրանի տարբեր գործիչներ, այդ թվում ռազմական գործիչներ, բազում ելույթներ են ունեցել ու նշել են. այո, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք պատերազմի։ Ահա թե ինչու ես այսօր արդեն հիշատակեցի, որ ամերիկացիք մտավախություն ունեն, որ իրականում ամենաարդի ռազմաավիացիա հայտնվում է Իրանի ձեռքում։ Այդ ուղղությամբ էլի կրկնում աշխատում են եւ Չինաստանը, եւ Ռուսաստանը։ Բայց կարամ ձեզ մի հատ փոքրիկ գաղտնիք բացեմ։ Նաեւ Հյուսիսային Կորեա։ Այսինքն այն երկրները, որոնց հետ Իրանը ունի շատ սերտ ու բավական պինդ կապեր ու համագործակցություն։ Բայց բացի դրանից, որ Իրանը շարունակում է պատրաստվել հնարավոր եւ հավանական հակաիրանյան գործողություններին Հայաստանի եւ Կովկասյան տատարների տարածքներից, մատնանշում եմ ընդգծած Հայաստանի, ոչ միայն Կովկասյան տատարների, եւ Հայաստանի տարածքից։ Բացի դրանից, որ Իրանը պատրաստվում է դրան, Իրանի ներսում մի 3 օր առաջ, այսինքն փետրվարի 11-ից մի քիչ շուտ տեղի է ունեցել հետաքրքիր իրադարձություն։ Ձերբակալվել են 5 հոգի բավական բարձրաստիճան մարդկանցից, այդ խմբից, իրենց անունները ձեզ ոչ մի բան չեն ասի։ Այդպես ասած, ծայրահեղ բարեփոխիչների շարժումը, որը գլխավորում էր այդ 5-ակը։ Ու իրենց պլանի մեջ մտնում էր կամ այդ հունվարյան ուրեմն ցույցերի եւ ըմբոստ ասենք վիճակների ժամանակ կամ դրանից հետո, ու արդեն երևում է, որ պլանավորել են հենց իսլամական հեղափոխության տարեդարձի օրը կազմակերպել հեղաշրջում։ Ու հերացնել այս կամ այն ձև Այաթոլլահ Ալի Խամենեին իշխանության հեկից։ Բայց կորպուսը, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, կարողացել է կասեցնել եւ ժամանակին ձերբակալել այդ 5-ակը։ Ու ես անձամբ կարծում եմ, որ այն պատճառները, որոնց ասենք հաշվի առնելիս Տրամպը հաուհա հետաձգումը հարվածում եմ թե չհարվածում Իրանին որոշումը, ուղարկեմ, չուղարկեմ 2-3 ավիակիր դեպի իրանական ծովափնյակը, թե չէ, թե ոնց, դա փոխկապված է դրա հետ։ Նա համբերատար սպասել է, որ այդ 5-ակը կազմակերպի հեղաշրջում վերևում։ Դե ներքևում չստացվեց հունվարին։ Չստացվեց։ Անվտանգության ուժերը Իրանի հայտնվել են այդպես ասած պատրաստական վիճակում, քիչ թե շատ հա կորուստներով, բայց կասեցրել են այդ քայքայիչ գործընթաց։ Ու Իսրայելի եւ Տրամպի հույսերը կապված են եղել
այդ հինգակի հետ։ Վենսին ուղարկել են Հայաստան եւ Բաքու այդ պատճառով։ Նախապատրաստվեն գեղաշրջմանը Իրանում։ Վենս, դու ապուշ ես, ու սրիկա։ Չստացվեց։ Փոխանցի Տրամպին եւ Նետանյախուին։ Չստացվեց։ Այդ ձեր պարագանն էլ է ձեր բակալված, խապանված է։ Ու ինչու մենք ավելի շատ տեղ ենք տալիս այն բանին, որ եթե կհիշեք, ես ձեր թահավարում դրա մասին խոսացել եմ, Իրանի դեսպան Խալիլ Շիր Գոլամիի հունվարի 14-ի առած Երևանում հայտարարությունները, որ Թեհրանում տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը վերանում է հակաիրանյան գործողությունների կենտրոն տարածաշրջանում։ Ուշադիր լսեք KP-ական, KKP-SS-ական, եսիմինչական ֆաշիստական խումբը։ Ուշադիր լսեք։ Ինչպես նաև ուշադիր կարդացեք կորպուսի Տելեգրամ ալիքներում տարածած բոլոր հայտարարություններին։ Դա ձեր մասին է նաև։ Եվ ես առաջարկում եմ, որ մեր ունկնդիրները ուշադրություն դարձնեն մի քանի օր առաջ հայտնված ռուսական ԶԼՄ-ներում մի հետաքրքիր իհարկե անձնավորության կարծիքը։ Ռուսաստանի ԶԼՄ-ների ոլորտում աշխատում է մի հատ ինձ համար բավական հարգված կինը։ Լյուբով Ստեպուշովա, հայտնի ժուրնալիստ, լրագրող Մոսկվայի համար, անհայտ է հայաստանցիների համար։ Մատնանշում եմ, հայաստանցիների համար։ Որովհետև համոզված եմ, որ Արցախում կլինեն մի 5 կամ 10 հոգի մարդ, որոնք հիշում են, որ 8 տարի առաջ Լյուբով Ստեպուշովը մի ծրագրի ընթացքում, որը առ այսօր գոյություն ունի YouTube-ում, հայտարարել է, որ Արցախը դա հայկական քաղաքակրթությունն է։ Աղա այդ պատճառով ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե Լյուբով Ստեպուշովը ինչ ասաց մի քանի օր առաջ։ Նա առաջարկեց 3 տարբերակ պայքարել Տրամպի տրիպերի եւ Վենսերի դեմ Անդրկովկասում, այսինքն Հայաստանում։ Առաջի տարբերակը առանց մանրամասների պետք է մտեք կարդացեք։ Առաջի տարբերակը նա փոխկապում է միայն Իրանի կողմից հնարավոր հակաքայլերի հետ։ Երկրորդ տարբերակը նա դիտարկում է որպես զուտ Ռուսաստանի կողմից հակաքայլեր։ Բայց երրորդ տարբերակը դա ամենահետաքրքիրը եւ ամենահավանականը։ Լյուբով Ստեպուշովը առաջարկում է, որ Ռուսաստանը եւ Իրանը գործեն միատեղ, համատեղ, կոորդինացված։ Այդ մարդը, որը անթաքուն հարգում է հայությունը, հայկական քաղաքակրթությունը, արդեն նաև ստիպված է, ասում է, վարդագույն ակնոցները ժամանակ է եկել հանենք ու տեսնենք ով է ոնց գործում, այլ ոչ թե խոսում որոշ Ալեն Սիմոնյանների նման։ Այնպես որ ես չեմ վիճակի չեմ, իրավունք էլ չունեմ բացառել, որ իրականում ոչ թե միայն Ռուսաստան ու Իրանը սկսեն համատեղ գործել Տրամպի տրիպերի դեմ, այսինքն պրոսիոնիստական ամերիկացիների, ասենք ամերիկյան ղեկավարների դեմ,
այլ կլինի երակողմ, եթե ոչ քարակողմ համագործակցություն, որպեսզի Տրամպի տրիպերը չկայանա։ Իսկ այդ խոստումները 5 միլիարդ գումարած 4 միլիարդ իբր թե Հայաստանին են տալի։ Կրկնում եմ, դա Հայաստանին չեն տալի։ Դա տալիս են, որպեսզի ստեղ կառուցվի միջուկային փորձարկումների փորձադաշտ։ Զուտ պոլիգոն միջուկային փորձարկումների համար, տվյալ դեպքում մոդուլային մինի ատոմակայանների փորձադաշտ, ամերիկյան ռեակտորների փորձադաշտ։ Հարց է ծագում, բա ինչու եք զրկում ուրիշ որևէ մի երկիր այդ նույն հաճույքներից, կոպիտ ասած։ Էնա, նույն իրանական կորպուսի, պահապանների կորպուսի պաշտոնաթող պայեստազորի զինծառայողներից մեկը, իհարկե հետախուզության զինծառայողներից մեկը, վերջերս հարցազրույցի ընթացքում ասել է, բայց մենք շատ վաղուց գիտենք, որ Սաուդյան Արաբիա ունի միջուկային զենք։ Լավ եք լսել ես ինչ եմ ասել։ Այսինքն, եթե դու Ամերիկա մետ ես, քեզ ամեն ինչ թույլատրելի է, կարա սպառնաս ամբողջ աշխարհին։ Դու որ հրեանամետ ես, սիոնիստամետ ես, քեզ ամեն ինչ թույլ է տրվում։ Եթե դու ասում ես, չէ, ես ինքնուրույն անկախ պետություն եմ, ու իմ ազգը, իմ բնակչությունը մեր յուրովի զարգացման ճանապարհ ունի, լինի դա ենթադրենք ուղղափառ աշխարհը կամ մահմեդական աշխարհը կամ հինդուիստական աշխարհը կամ բուդայական աշխարհը, եթե հերավոր արևելք վերցնենք։ Չէ, դուք կով եք, գոռում են հրեաները եւ ամերիկացիք։ Մենք մարդիկ ենք, այդ դուք ֆաշիստ եք, տականք եք, հանցագործ եք, ու այդ Էփշտեյնի կոչված դոսիեն գործը ապացուցում է, որ դուք եք փչացած, այլասերված, սրբապիղծեր եք, այսինքն ֆաշիստ եք։ Ինչ պետք է արվի դե որ Ռուսաստանում եւ Չինաստանում որոշակի ասենք փորձագետները կամ ասենք լրագրողները արդեն խորհուրդ են տալիս իրենց իշխանավորներին, որպեսզի միահամուռ, համատեղ հակակայլերով տապալ են ամերիկացիների եւ սիոնիստների ծրագրերը Անդրկովկասում։ Մենք երևի թե այդ խորհուրդներին ոչ մի բան ուրիշ ավելացնել չունենք։ Բայց ցավալի է այն փաստը, որ պրակտիկորեն այսօրվա իշխանավոր ճակերտավոր Տայֆան ամեն քայլերով զրկել է մեր հայությունը հնարավորությունից, որպեսզի մենք ինքնուրույն հաշվարկենք մեր ազգային շահերը, պարտադրել է մեզ տուրանիստական, պանթուրքական ճանապարհը, պարտադրել է, որովհետև այդ սրիկա ու տականքը նա հայ չի, նա թուրք է, թուրքի չուտ է։ Մենք ուզած չուզած, բայց զգուշացնում ենք եւ երևանյան թուրքերին, եւ Բաքվի թուրքերին, Իրանը խաղալ ձեզ հետ չի անելու, խաղեր չի անելու,
Եթե որոշումը ընդունվի շատ բարձրաստիճան ոլորտում, որպեսզի հարված ենք ամերիկյան բազաները Բաքվում կամ Երևանում, դա կկայանա, տեղի կունենա։ Ասեք ձեր հարցը։ Հայաստանում փետրվարի 13-ից 14-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում կասկածվի երկկողմ կլորսեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Վերջիններս համախային սահմանազատված հատվածով Հայաստանը ժամանել ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Խնդրեմ։ Ինչ խնդրեմ։ Դուք շատ հեշտ կարաք պատկերացնեք, որ օրինակ նախ եւ առաջ իմ նման մտածողները չեն հրավիրվի նման հանդիպումներին։ Իրենց պետք է մատնանշել, որ հայերը տականք են, ազգովի տականք են ու պատրաստ են սիրահարվել կովկասյան թաթարներին։ Ճիշտ է, ինձ որ հրավեր կուղարկեն, ես կմերժեմ։ Ես չեմ մասնակցի, ես թշնամու հետ սիլիբիլի անող չեմ։ Թշնամու սկզբից պետք է ջախջախել, ոչնչացնել, հետո միայն այդպես ասած ափսոսալ ու արցունք թափել, որ նրանք զոհվում են։ Երկրորդը դա եւս մի քայլ ի զարգացում իմ ասած ամեն մի թեզի, ինչի համար ստեղ վենսեր գալիս, մենսեր գալիս, պինսեր գալիս, ոչ պինսերը գալիս, տարբերություն չկա, Եվրամիության կողմից է գնում աջակցությունը, այդպես ասած հայ կովկասյան թաթարների մերձենանուն, թե Ամերիկայի կողմից, թե Իսրայելից։ Գլխավորը, որ դա մարդկության թշնամիների չամբարից է գալիս, այդ պատվերը, որը Երևանյան իշխանը, այդպես ասած, իշխանավոր տայֆան հետևողականորեն կատարում է։ Օրինակ, ինձ վրա դա չի ազդի ոչ մի դեպքում։ Շատերի վրա դա չի ազդի ոչ մի դեպքում։ Մենք չենք փոխի մեր վերաբերմունքը ցեղասպան էթնիկ խմբերի նկատմամբ, որ չհայհոյեմ էլի։ Տենց էլ կարող եք հասկանալ, թուրքը եւ կովկասյան տատարը դա ցեղասպանություն կատարող, ցեղասպան էթնիկական խմբերը, որոնք հայտնվել են հայության կողքին։ Պատմության թե ինչի զարգացումների ընթացքում, բայց դա ցեղասպան էթնիկական խմբերն են։ Ու նրանք այդ ցեղասպանությունը կատարում են իրականացնում ոչ միայն հայության դեմ։ Եկեք Մարիամ ջան չթվարկեմ էլի, ում դեմ կիրառվել է ցեղասպանությունը։ Բազում ազգերի դեմ։ Այն փաստը, որ փոքր Ասիան լրիվությամբ թուրքերի զավթման տակ է, արդեն ապացույց է, որ այնտեղ ցեղասպանություններն են կատարվել դարեր շարունակ։ Ու նույնը Կովկասյան թաթարների հանրապետությունում։ Ցեղասպանված են ոչ միայն հայերը, ոչ միայն արցախահայերը։ Այնտեղ շատ ու շատ գործընթացներ են տեղի ունեցել։ Ոմանց ձուլել են, ոմանց ոչնչացրել են։ Այնպես որ թող հանդիպեն իսկական, իրական հայերի վրա դա ազդեցություն չի ունենա ոչ մի կերպ, ոչ մի սանտիմով, ոչ մի միկրոնով։ Անձամբ ես շարունակում եմ համարել բոլոր կովկասյան տատարներին մարդկության տշնամիներ, քաղաքակրթության տշնամիներ։ Ու շատ լուրջ հմկեր կան տարածել այդ գաղափարը, ինչպես ասեմ, տարիներ շարունակ ամեն մի տեղ, ամեն ուր բոլոր ազգերի մեջ, որ դա ցեղասպան ժողովուրդ է, դա ցեղասպան խմբերն են։ Ու հույս չունեմ, որ նրանք երբևիցե կուղվեն, դառնան մարդ։ Շնորհակալ։ Խնդրեմ։